բախտդ բերեց։ Այն ժամանակ ինձ էլ էր թվում, որ բախտս բերել է։ Բա հետո ինչ եղավ։ Հետո 2 տարի աշխատեցի, շատ բարձր աշխատավարձով։ Մի տեսակ չէի հավատում իմ բախտին, բայց հետո պարզվեց, որ այդքան էլ լավ բախտ չունեմ։ Ինչի։ Դե մեծ խնդիրներ ունեցա այդ կազմակերպության պատճառով։ Մինչև հիմա դեռ հետևում են ինձ։ Ահա որ օրեր էին, մինչև հիմա որ հիշում եմ, սարսափում եմ ուղղակի։ Ինգա, ես տենց էլ չհասկացա ինչ ա եղել։ Պարզապես այդ կազմակերպության պատճառով իմ կյանքում ահագին բան փոխվեց։ Բայց ինչն էր պատճառը։ Շատ բաներ եղան, ես հազիվ այդ մարդկանցից ազատվեցի։ Չնայած ոչ էլ ազատվել եմ։ Ինգա, ինչ չես ասում, ինչ ա եղել։ Աննա ջան, այդ այնքան երկար պատմություն է։ Բայց ինչ են ուզում քեզնից։ Ինգա, եթե ուզենան վրեժ լուծել, արդեն մի բան արած կլինեին։ Գիտեմ։ Բայց ինչ են ուզում քեզնից։ Գիտես։ Թե ասա։ Կներես, հիմա չեմ կարող ասել։ Հիմա չէ։ Բան չեմ հասկանում, ասում էիր, որ վտանգ էլ չկա։ Ինգա, ես շատ եմ վախենում։ Մանեն հաստատ ապահով տեղ է։ Ես այդ առումով հիմա լրիվ հանգիստ եմ։ Առաջ դրանով եմ վախացնում։ Հիմա էլ թույլ տեղ չունեմ։ Իսկ եթե քեզ վնասեն, ինձ իրանք ձեռք չեն տա, մինչև որ իրանց ուզածը չստանան։ Հա, բայց եթե տեսնեն, որ չեն կարողանում իրանց ուզածին հասնեն, մի խոսքով շատ վտանգավոր է։ Ինգա, խնդրում եմ, զգուշ եղի։ Դու լրիվ մենակ ես։ Ես պետք է մենակ անեմ ամեն ինչ։ Մենակ ես։ Ամեն դեպքում զգուշ եղի։ Մանեի մասին մտածի։ Ինքը քո կարիքը շատ ունի։ Այդ կապ չունի, որ ինքը հիմա հոր մոտ է, հաստատ ինքը քո կարիքը շատ ունի։ Դու պետք է զգուշ լինես։ Օй, հոգնել եմ։ Ես հասկանում եմ, մենք քեզ հիմա շատ բանով չենք կարող օգնել։ Բայց իմացի, որ մենք քեզ մենակ չենք թողնի։ Օգնել եմ։ Շատ եմ օգնել, Աննա։ Ամեն ինչից օգնել եմ։ Ինչու գնացիր եկար։ Գնացել էի պաղպաղը գնելու։ Ինչ հարցեր կան։ Մի քանի բան կա քո ասածներից, չեմ կարողանում, կարող է օգնես։ Պետք չի։ Հետո կանեմ ես ինքս։ Բայց ասել էիր, որ կօգնես։ Հիմա չեմ ուզում, շտապ չի։ Հիմա քեզ չեղավ, ինչ ես հետո ստենց խոսում։ Ասացի զբաղված եմ, աշխատում եմ։ Իսկ այդ գործը կարող է սպասել։ Լավ, հասկացա, կներես, որ մոտդ մարդ կար ու ներս չմտա շեֆ, 2 րոպեով դուրս եմ եկել, կներես։ Ահա։ Իսկ պաղպաղը կտանքավ գետնի։ Հա։ Ցավում եմ։ Ավելի լավ է գնամ, քո հետ հնարավոր չի խոսալ, ոչ մի բան չես հասկանում։ Գնա ու շարունակիր աշխատել, արային ինչ կարող ես, մնացածը թող հետո։
Աննա, հիմա դու ուզում ես ինձ համոզես, որ ընդամենը հոգնած ես։ Ինչ։ Դե շուտ ես եկել, տխուր ես։ Այնտեղ ինչ-որ բան է եղել։ Չէ, ամեն ինչ կարգին է, այնտեղ շատ լավ է։ Չէ, դու շատ տարօրինակ ես, հուսահատված ես։ Քեզ նեղացրել են այնտեղ։ Ինգա ես մամայի հետ եմ կռվել։ Մամայի։ Ես առաջին անգամ իր հետ շատ վատ տոնով եմ խոսել։ Ինչի։ Որովհետև չգիտեմ ինչ անեմ։ Չեմ ուզում մամային հակառակվեմ։ Աննա, ինչ է եղել, մի հատ ինձ ասա։ Մաման գործից դուրս է եկել։ Այն մարդկանց տանից։ Ինձ չի ասում ինչ է այնտեղ կատարվել։ Վատենը, որ ես չգիտեմ պատճառը։ Այնտեղ հաստատ մի բան եղել է, բայց ինքը ինչ չի ասում։ Ու չեմ հասկանում ինչի ուզում է, որ հետ գնանք գյուղ։ Ինչի։ Չի բացատրում։ Իսկ դու։ Իսկ ես չեմ ուզում։ Չեմ ուզում, որ գնանք։ Չգիտեմ ոնց բացատրեմ, որ հասկանաս ինձ։ Բայց ես հիմա չեմ կարող ամեն ինչը թողնել ու գնալ։ Ես չեմ ուզում, որ նենց տպավորություն լինի, որ ես մոռացել եմ գյուղը, հարմարվել եմ քաղաքին, այդ տենց չի։ Ուղղակի ես ուզում եմ հասնեմ իմ նպատակներին։ Ես իմ այնքան նպատակներ ունեմ։ Հասկանում եմ։ Բայց եթե գյուղ գնանք։ Գիտեմ ինչ ես ասում։ Իսկ մաման լրիվ փոխվել է։ Հիմա որ ես այդ ընկերությունում եմ, իմ համար շատ հնարավորություններ կան։ Ես չեմ կարող այդ ամեն ինչը թողնեմ ու գնամ։ Իսկ մաման արդեն շորերն է դասավորում։ Աննա, փորձի հանգիստ խոսես մամայիդ հետ։ Կարող ասի ինչ է պատահել։ Չի ասում։ Ինչքան համոզել եմ, չի ասում։ Իրան անհնար է համոզել։ Աննա, կուզես ես խոսեմ մամայիդ հետ։ Չէ, պետք չի։ Բա ինչ անենք։